Շնորհակալություն, պարոն Ծառուկյան, քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է Արարատցեմենտը վերցնելու, ձեր տները վերցնելու մասին, էլ չմեջբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, հեծի հետ ինչ եղավ։ Հիմա տեսեք, դուք ունեք պլան B։ Օրինակ, եթե այս ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվի իշխանությունը վերցնել, իշխանություն դառնալ, դուք պատրաստվում եք մինչև կորցնել ձեր ունեցվածքը մի մասը, կամ չգիտեմ, ինչքան որ Նիկոլ Փաշինյանը զգուշացնել է, որ կվերցնի, դուք դրան պատրաստ եք պայքարել մինչև վերջ, թե ընտրություններից հետո դուք կարող եք, հնարավոր է, որպեսզի չկորցնեք ձեր ունեցվածքը, շարունակեք բիզնես գործունեությունը, հայտարարեք քաղաքական էջը փակելու մասին եւ կոմպրոմիսի գնալ իշխանության հետ եւ շարունակել ձեր բիզնեսը այնպես, ինչպես շատ գործարարներ են շարունակում։ Բայց դու ինձ խես շատ գործարանների հետ համեմատում էջը հնարավոր է փակեք, այսպես մտահոգվելով կամ վախենալով, այս բառով ասեմ, Նիկոլ Փաշինյանի զգուշացումներից կամ սպառնալիքներից։ Դեր անունը ոնց էր։ Գայանե ջան, ինքնիկյան հասկանում ես ամեն մարդ իր գնահատական ունի, իր արժեքներ ունի, իր ապրածն ունի, իր թողածն ունի։ Ծառուկյանը նման է տվյալ բանի, ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեն, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց, եթե այսօր մարդիկ պատերի տակ նստած, ասեմ, ախ ցավալի է, խնդրում եմ ձեզ, դուք որ գնացեք մի հատ տարածքները նայեք, էլի մրթեք մարդկանց տները, իրավիճակը նայեք, ձեռները նայեք, տան ունեցվածքը նայեք, սիրտդ կցավա, որ նայում ես, ոնց կարաս դու քո ունեցվածքի համար, հանուն այդքան ու դու ոնց ասեմ քեզ, ընդմիշտ դու ոնց որ դառնալու ես ազգի թշնամի։ Ծառուկյանը այդ գործարաններից չի, ես ասել եմ, իմ ունեցվածքը ինձ տեղյակ եմ բայ, որ սենց նախապատրաստում են դեռ 2 ամիս առաջ թղթեր են հավաքում, ես ասել եմ երբեք ես չեմ կարող իմ հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի, ես հզոր տղերք ունեմ, ազգա, հա? Ինչ եմ արել? Հանուն մարդկանց անվտանգություն։ Այսինքն ձեզ համար դա արժանապատվության հարց է, դուք մինչև վերջ գնալու եք եւ Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չի լինելու, պայքարել եք, փողոց դուրս գալու եք, հունիսի 7-ին։ Ուրեմն հիմա ես ձեզ ասում եմ, որ լիարժեք ես իմ անուն ազգանունը, որպես տղամարդ, որպես հայ, արժանի մարդ, Ծառուկյան Գագիկ, ես ձեզ ասեմ, այսքան դուք նայում եք քարոզարշավին, բոլոր տեղերը գնացել եմ։ Պարզա պատրաստված քպականներ են եկել, հարցեր տվել, սաղ ինք քաղցր, աղբեր ջան, մայրիկ ջան, ու լիարժեք շատ հանգիստ, ես ասեմ, մարդը պետք է ընդունակություն ունենա, քննադատությունը եթե տեղին ընդունես, եթե չէ, նոր ասենք կարող ես պատասխանել։ Ոչ մի կոմպրոմիս չկա, դու չեք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի, ու ամենակարևորը ես ես նորից եմ ասում, տես, վարչապետը ասեց, Ծառուկյանը ինչ բարձունքի մասին է խոսքը, արդեն այնքան ցածր է, որ մտնի գետնի մեջ, չէ, տենց ասես, չէ։ Ես բարոն վարչապետին բացատրեմ, եթե ինքը չգիտեր, բարձունքը իմանալով որն է, մարդու բարձունքը, կշիռը, կլասը, որ եթե իմ տղաներին ամեն օր վիրավորում է իմ ընտանիքը մտնում, անկախ ինքը իրան ոնց կպահի, կյանքում չի կարող պատահի Ծառուկյանը այդ բարձունքից իջնի, իր ընտանիքին, իր բալիկներին, տաներին, աղջիկներին, որից է տառու բառ ասի։ Նրանք, ոնց ասեմ, մեր արժանի փոխարինողներն են, երիտասարդությունն են, իրենց ցավը տանեմ, իրենց հաջողություն, իրենց թողապական փայլուն լինի, Աստված էլ իրենց պահպան լինի։ Այ դա է բարձունքը, դա է կլասը, որ ոչ թե ընտանիք մտնես, այլ դու պետք է քո բարձունքի վրա մնաս։ Կամ ասում Ծառուկյանը բաներ արե, չի կարա բանակցի, դուք մեր լրագրողներ ձեր ցավը տանեմ, 100 ձևի փորձ ունեք, միլիոնատ մարդ եք տեսել։ Ես բանակցել եմ Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, Թոմաս Բախը եկել է իմ մոտ, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահն եկել է իմ մոտ, Պատրիկ Հիկեն, Ադրբեջանում կայանում էր Եվրոպայի օլիմպիական խաղերը։ Բա պարոն Ծառուկյան, այսօր հիմնական օլիմպիական ընտանիքի անդամ ես, պետք է կազմակերպենք, որ կարողանանք ասենք թե առաջներում ոնց է եղել, եթե օլիմպիական խաղերը սկսել է, պատերազմը դադարել է։ Դու կարաս դա կազմակերպես, ասել եմ չլնող խնդիր չկա, մի հատ թուղթ,
որ դու գրում ես, որ դու երաշխավորում ես, անմիջապես կապնվել է հալի հետ, խոսել է, եթե անկարդ մի հատ սխալ ընդմիշտ իմացի, որ Ադրբեջանի համար սպորտը գոյություն չի ունենալու, ոչ մասնակցություն, ու նա շատ պարկեշտ համաձայնություն տալով երաշխավորած ուղարկել եմ 50 հոգի, գնացել են, երևի տեսել եք նրա մոտեցումը Ալիևի, մեր հիմնական Հարությունյան Միրանը, որը կարողացավ աշխարհի չեմպիոն էր, կրկնակի աշխարհի չեմպիոն էր ադրբեջանցին, որ սկզբից կպան, առաջի պահ 3 միավոր այդ տղան վերցրեց, ամբողջ ալը 70,000 գոռում էր, ղժում էր, Միրանի ցավը տանեմ, մի րոպե հետո դարավ 3-3, 4-3, 5-3, դալիճ է, ոնց որ մարդ գոյություն չունենար, կարողացավ հաղթել Բաքվում, մենք դրոշ ենք բարձրացրել, ամենակարևորը ես ասեմ իմ երկրի համար, իմ ժողովրդի համար, կարևորը մնայունը գործն է, որ այսօր լիարժեք ասենք թե ամեն ինչ էլ արել եմ, կառուցել եմ, սարքել եմ, բերել եմ, նվիրել եմ, ինչ ասես, դա է մնայունը, որ այսօր որտեղ էլ գնացել եմ, հարգալից, ջերմ, հարգանքով, հրավիրելով եղել եմ, միտեղ տառուբար չի եղել, այլ ես զգացել եմ, որ ճիշտ եմ ապրում, ճիշտ եմ արել, դեռ քիչ եմ արել իմ ժողովրդի ցավը տանեմ, պետք է ավելի շատ է